Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մի քանի վայրկյան այս տեսանյութը դիտեք, կրկին շատ կարևոր է, որից հետո կխոսենք։ Պատճառ թե ինչի ես չեմ հավատում տերտերներին, իհարկե կներեք հազար անգամ, բայց հենց տխուր եմ լինում գնում եմ մեջ միածին ու այդ օրը խաչ էի վերցրել ոսկուց հետո ուզում էի օրհնել, այնտեղ ճիշտն ասած որտեղ ման եկանք տերտեր չգտանք, այդ տղամարդ էր կանգնած ջինսով, ասում է բա ինչ եք փնտրում, ենք ասում տերտեր ենք ման գալիս, մի րոպե ու մտնում ա ներս, մտնում ա 3 րոպե սպասում ենք, մեկի բացենք տնենք ինքն է այդ շորերով, որ արդեն վայբը փչանում է էլի, որ տերտերը ջինսով քայլում է եկեղեցու մեջ, մի խոսքով մեկ է մտնում ենք ներս սենյակ, ինչ տես, սենյակում ահավոր ծուխ է կոնյակը դրած մի կողմի վրա, ու ինքը վերցրել է այդ խաչը օրհնի, քթով մունաթով օրհնում է այդ խաչը, ասես նայում եմ, ինձ վատ եմ զգում իմ ներսում։ Ղեկանում եմ, որ հենց այդ գործողությունը վերջանում է, դու պետք է իրան գումար տաս, մի խոսքով հանում եմ, որ գումար տամ, այս դեմքից դառնում է սենց ու չի էլ ասում, ոյ չէ, կարիքը չկա, գոնա մի անգամ դրեք սեղանին։ Պրոստը չեմ կարող փոխանցեմ այդ մունաթը, որով ինքը օրհնում էր այդ խաչը։ Մի խոսքով ես մամայից իմամ արի, ես էլի գումար կտամ, օրհնենք իսկականից այս խաչը, ինձ վատ եմ զգում։ Խոսքով մենք մտնում ենք արդեն եկեղեցիներից մեկը, այնտեղ տերտեր ենք տեսնում, այդ տերտերը հենց ինձ տեսնում եմ, միանգամից մոտենում է, սկսում է օրհնել ժպիտով բան խաչը, ես քանի անգամ փորձեցի առաջարկեմ իրան գումար, ինքը չվերցրեց։ Մի խոսքով, այդ դրանից հետո ես իսկականից հասկացա, որ իմ խաչը իսկականից օրհնվել, ահավոր լավ տպավորություններով դուրս եկա պրոստը տեղից։ Ուղղակի ուզում եմ ասեմ, նես չի ես այդ գումարը առաջարկել եմ, որ ասի չէ, մի տվեք, չէ, անկեղծ չէ։ Ուղղակի այդ մունաթով խաչ օրհնելը ու միանգամից դեմքին ժպիտ հայտնվելը, երբ որ գումար ա տեսնում, դա մի քիչ տարօրինակ։ Լսեցիք հուսամ, սիրելի հայրենակիցներ, այս տեսանյութը 3 է տեղադրվել, ուրեմն այս հակաեկեղեցական քարոզի ֆոնին այս անձնավորությունը ընդհանրապես չեմ ճանաչել, չգիտեմ էլ ով ա եղել, տեսնելով այս տեսանյութը փորձեցի հասկանալ թե ով է, հետո հասկացա, որ ինչ-որ մի բլոգեր է, թե ով, ինչ կենսագրությամբ, ինչ ապրածով, չգիտեմ ով է իր այությամբ, անկեղծորեն չգիտեմ, բայց վստահաբար կարանք հետաքրքրվենք, ճշտվենք, իմանանք ով է նա։ Սա ինձ համար կարևոր չի։ Ինձ համար կարևորը գիտեք որն է, որ ստում են։ Չգիտեմ ինչի են ստում։ Ինչ է ասում, ասում մտա եկեղեցի, ասեցի նայում էինք, տերտեր էինք նայում, չգտանք, մեկը մոտեցավ, ասեցինք տերտեր ենք ման գալիս, հետո գնաց շորերը փոխեց, դառավ ինքը տերտեր, հա, այսինքն ոնց դու կարաս մտնես, դա էլ էջմիածին ես շեշտում, ասես տերտեր եմ ման գալիս, օրինակ մի հատ խաչը չտան գլխիդ, ասեն այ անգրագետ, դու չես հասկանում, որտեղ ես, ոնց պետք է խոսաս, ինչ պետք է խոսաս, հա, այտենց բան չասին, հա, որ ասիր տերտեր եմ ման գալիս, բան չասին, հա, նախ տերտեր չի, հոգևոր սպասավոր է, հոգևորական է, հոգևոր ծառայող է, այս ձեր բլոգերա խառը, նայեք ձեզ զգուշացնում եմ վերջի անգամ, քթներիցդ ու պնչներիցդ կգա, հատ առ հատ, ձեր չափերը իմացեք, ձեր տեղը իմացեք, ձեր խոսալու ոճ իմացեք, ընդհանրապես ում մասին եք խոսում, ինչի մասին եք խոսում, ձեր լպիրշ պրոշները տսենց անում ես ու խոսում ես, նախ հիգենիկ չի, էսթետիկ չի կարելի, տունը մարդ աղբեր չունես, որ բացատրեն, որ տերտեր չեն ասում, չունեք, ուրեմն լսեք, վերջին անգամ ձեզ զգուշացնում եմ, հավաքվեք, ձեր չափերի մեջ պահեք, խելոք մնացեք, իմացեք ինչի մասին եք խոսում, ձեր լայքերը, ձեր կոմենտները, ձեր եղած չեղածը կմտնի ձեր համապատասխան տեղերը, խելոք պահեք ձեզ, վեր ընկեք ձեր տեղները, գնացեք ձեր կապիկությունները արեք, ինչ ուզում եք արեք, ինչ ուզում եք նկարեք, գործ չունեք եկեղեցու հետ, բառացի ձեզ զգուշացնում եմ, ողջ կյանքում կկանգնեք մեծ պատասխանատվության ու մեծ անեծքների առաջ, դուք չեք հասկանում հայ առաքելական եկեղեցու դերը, կարևորությունը, դուք չեք գիտակցում, շատերը, անգիտակցաբար մեղքեր եք գործում, մեծ ու աններելի մեղքեր, չափերները ճանաչեք, խելոք մնացեք, ես ձեզ մարդավարի զգուշացնում եմ, Նիկոլին կփոխարինեք դուք ժամանակ առ ժամանակ, եթե ձեզ կոռեկտության սահմանները չհրավիրեք, չեմ վստահում տերտերին, այդ
խոսույթդ, մայրդ, հայրդ պետքա կողքից այդ վիդեոն տենալուց հետո քեզ ասեին աղջիկ ջան, դու հայ աղջիկ ես թե ոչ մի բան։ Այդ ինչ ձև ես արտահայտվում։ Չի կարելի։ Հայ եք թե, չգիտեմ, ինչ կրոնի ես բա պատկանում։ Որն է քո պետական կրոնը։ Կարաս մի հատ բացատրես, վաղը որ գնաս երկրից դուրս, որ հարցնեն, ասեն որն է քո պետական կրոնը, ինչ ես պատասխանելու։ Դա նույնն է ինչ որ դրոշդ ծաղրես, հեգնես, հիմնդ ծաղրես, հեգնես, դա քո պետականության հենասյուներից մեկն է, հասկանում ես, ցանկացած պետություն ունի իր կրոնը։ Ու դու այսօր ընկել ես, չգիտեմ, ում խելքին ես ընկել կամ չես ընկել, կամ լայքի համար ես անում, կամ կոմենտի համար ես անում, կամ ինչի համար որ անում ես։ Չես հասկանում, որ պետության հենասյուն ես քանդում, որի արդյունքում ազգը կարա մնա անպետություն։ Հասկանում ես։ Այդ համար ինձ վերաբերական է։ Քո էջից որևիցե բանի չեմ անդրադարձել։ Որտեւ ինձ вообще դու ընդհանրապես քո գոյությունն էլ հետաքրքիր չեք։ Բայց երբ որ ուզում եք քանդեք իմ պետությունը, իմ պետականությունը, ինձ հետաքրքիր եք դառնալու։ Ու ես դեզանով կզբաղվեմ, կանրադառնամ ու շատ կոշտ ձևով հաջորդ անգամ։ Շատ կոշտ, այնքան կոշտ, որ կամաչես։